Բարի երեկո, 5-րդ ալիքի եթերում հարցազրույցն է, այսօր ես զրուցել եմ քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանի հետ։ Պարոն Հակոբյան, բարի երեկո, շնորհակալ եմ հրավերս ընդունելու համար։ Պարոն Հակոբյան, ձեզ համար սպասելի էին այս ընտրությունների արդյունքները, նաև սա հարցում եմ որպես քաղտեխնոլոգ, որը ակտիվ հետևում էր քարոզարշավներին, եւ արդյոք այդ քարոզարշավները նաև ինչ-որ առումով արտահայտվեցին այդ արդյունքների մեջ, թե ոչ, խնդրեմ։ Չեմ կարծում, որ արդյունքները իրենք սպասելի էին, այն առումով, որ կանխատեսվում էր, որ եթե մասնակցությունը բավականին բարձր լինի, առավել ևս այդ 1.5 միլիոն մոտ, իսկ մենք տեսանք, որ մասնակցությունը բավականին բարձր էր, 59%, հա, մոտավորապես մասնակցություն էր, այդ պարագայում ես չեմ կարծում, որ կար որևէ տարբերակ, որպեսզի մենք ստանայինք այսպիսի արդյունք, այսինքն ես նկատի ունեմ լեգիտիմ ինչ-որ մի տարբերակ, որի պարագայում իշխանությունը կկարողանար հաղթել, որովհետև գրեթե բոլոր կանխատեսումներով, բոլոր սոցիոլոգիական հարցումներով ուրեմն կանխատեսվում էր, որ իշխանությունը առավելագույնս կարող է ունենալ 600,000 ձայն, եւ սա նույնպես տրամաբանական էր, եթե հաշվի առնենք, որ նախորդ ընտրությունների ժամանակ իշխանությունը ստացել էր 688,000, որից հետո շատ ջրեր էին հոսել, շատ իրադարձություններ են եղել եւ օբյեկտիվորեն մենք բոլորս գիտենք, որ ինչպես ասում են, իրական հողի վրա իշխանության վարկանիշը զգալիորեն նվազել էր եւ ինձ համար անձամբ այս 700-ից ավել հազար իշխանական ձայները իհարկե որոշակի կասկածներ առաջացնում են։ Ինչ կասկածներ, օրինակ ինչ գործոն ազդեց։ Ես կարծում եմ, որ ընդհանուր առմամբ ընտրություն հասկացողությունը դա միայն քվեարկության օրը չի իմիջիալոց, հասկանում եք, որ դա նաև ընտրարշավն է, ամբողջ ընտրարշավի ընթացքում ըստ էության ընտրարշավը անցնում էր բացահայտ սպառնալիքների, բացահայտ, այսպես ասենք, ատելության մթնոլորտի շրջանում, բայց դա այսպես քարոզչական մասն էր, բայց իրականում մենք գիտենք, որ ընտրակաշառքի դեմ իբր պայքարի պատրվակով բազմաթիվ մարդիկ ձերբակալվեցին, կալանավորվեցին, ընդ որում ես կարծում եմ, որ այդ կալանավորումները եւ ձերբակալումները իրենք թիրախային բնույթ ունեին, այսինքն կալանավորվում էին կամ էլ ամենաթեթև դեպքում ձերբակալվում էին հենց այն ակտիվ մարդիկ, որոնք պետք է առանցքային դեր ունենային եւ ընտրության օրը եւ ընտրական գործընթացները կազմակերպելու գործում։ Այսինքն իշխանությունը խաղից հանում էր նրանց, ում համարում էր, որ իրենք կարող են բավականին լուրջ ավանդ ունենալ ընդդիմադիր տարբեր ուժերի հաջողության մեջ։ Սա ուրեմն ամենակարևոր գործոններից էր եւ սա միևնույն ժամանակ նաեւ համապատասխան վախի մթնոլորտ էր առաջացնում ընտրողների մոտ, ինչու ոչ նաեւ հենց նույն ընդդիմադիր շրջանակների հետ աշխատող ակտիվիստների մոտ ամեն դեպքում մարդ են, որոնց վրա ներազդում են նման ուժային ռեսուրսներով։ Ես ասեմ ձեզ, որ ես համենայն դեպս տարբեր կարգավիճակներում գրեթե 1990 թվականից սկսած բոլոր ընտրություններում մասնակցել եմ, բառացիորեն տարբեր կարգավիճակներում, ես չեմ հիշում, որ որևէ նման ընտրություն լինի, որ բոլոր առատավոր երևույթները, որոնք եղել են այն ժամանակվանից սկսած, բոլոր ընտրություններում այստեղ այսպես կոմպլեքս օգտագործվել են այս առումով, ամեն անգամ, այսպես ասենք, իհարկե կիրառելով նաև նոր տեխնոլոգիաներ այդ ընտրությունների վրա ազդելու առումով։ Էլ չեմ խոսում, որ թերևս 96 թվականի ընտրությունների առումով հիշեցի, երբ այս ընտրությունների գիշերը, այսինքն հաշվարկի գիշերը Նիկոլ Փաշինյանը հայտնվեց իր շտաբում եւ հայտարարեց, որ ինքը արդեն հաղթել է։ Հիշեցիք Լևոն Տեր-Պետրոսյանին։ Այո, այսինքն նման երևույթ մեկ էլ այդ ժամանակ է եղել, որ 10% կամ չգիտեմ, նույնիսկ այն ժամանակ ես կարծում եմ 10% չէր հաշված, ավելի շատ էր հաշվարկված, որ ասենք նախորոք հայտարարվում է դրա մասին։ Սա էլ է տեխնոլոգիա, ներազդելով, նրա իրավունքը չէ, նա ասում է ես քաղաքական հայտարարություն եմ արել, ճնշում չեմ գործադրել ԿՀ-ի վրա, այսօր նույնպես ասում է ձայները հաշվելը արդեն կենտրոնական ընտրական հանձնաժողովի գործն է, իմ գործը քաղաքական հայտարարություն անելն է։ Գիտեք, քաղաքական հայտարարություն իհարկե ինքը կարող է անել,
եւ ցանկացած ոճի, ցանկացած ժամին ինքը իրեն կարող է հայտարարել, որ ինքը, այսպես ասենք, եւ նախագահն է, եւ ընդհանրապես Պուտինն է, եւ Թրամփն է, ցանկացած հայտարարություն կարող է անել, բայց ուղղակի ես չգիտեմ ինչ զուգադիպությամբ դրանից հետո կենտրոնական ընտրական հանձնաժողովի ամենայն դեպս ինֆորմացիոն աշխատանքը պարալիզացվում է, այսինքն հանկարծ որոշում են գնալ քնելու կենտրոնական ընտրական հանձնաժողովը, բայց ես ուզում եմ հատուկ շեշտել, որ այդ հայտարարությունը Նիկոլ Փաշինյանը արեց այն ժամանակ, երբ ըստ էության միայն գյուղերից էր հիմնականում ձայները, այսպես հաշվարկները եղած, Երևանից, խոշոր քաղաքներից եւ այլն, առանձնապես դեռևս ձայներ չկար։ Ես կարծում եմ մենք բոլորս հասկանում ենք, որ սա ուղղակի ճնշում էր հենց նույն կենտրոնական ընտրական հանձնաժողովի վրա, ցուցում էր ըստ էության կենտրոնական ընտրական հանձնաժողովի եւ սա տեսանելի մասն էր։ Բայց այդ ցուցումը հնարավոր չէր նաեւ անել ներքին կարգով։ Այսինքն օրինակ Վագն Հովակիմյանը սպասում էր նման հրապարակային ցուցումների։ Ենթադրում եմ, որ կար որոշակի կասկածներ իր թիմի մեջ, այսինքն իր թիմակիցների մեջ եւ այս իր հայտարարությունը ոչ միայն արտաքին աշխարհի համար էր կամ ոչ միայն Վահագն Հովակիմյանի համար էր եւ մնացածների համար, ովքեր որ վերահսկողության տակ էին, այլ նաեւ հենց թիմի ներսում կարծում եմ կար որոշակի կասկածներ, որոշակի դեմորալիզացիա, այսինքն որովհետեւ իրենք շատ լավ հասկանում էին, որ այդ թվերը որ ստացվել են, նրանք հերոյ են այն բանից, որպեսզի ապահովեն այն հաղթանակը, որի մասին իրենք ըստ էության հայտարարեցին այս առումով։ Ես կարծում եմ դա հենց ներքին լսարանի համար էր այս ամեն ինչը եւ նաեւ ուղղակի կամ ոչ ուղղակի տվյալ պարագայում հրահանգեր նաեւ այլ ընտրական հանձնաժողովներին, հանձնաժողովի իրենց ներկայացուցիչներին, նոր էր սկսվել կամ շարունակվում էր, որպեսզի իրենք, այսպես ասենք, անեն այն, ինչ իրենցից պահանջվում է, որովհետև արդեն իսկ հայտարարված է հաղթողը, արդեն իսկ հայտարարած է ոչ միայն հաղթողը, այլ նաև մոտավորապես հաղթահարած է տոկոսը, հայտարարված է այն տոկոսը, որով պետք է ինքը հաղթի, ասում է, չէ, միազնյա եմ իշխանություն ձևավորելու եւ այլ։ Այնպես որ այս առումով ես կարծում եմ բավականին լուրջ նորություններ կային ընտրական process-ների վրա ներազդելու առումով։ Ամբողջ կոմպլեքսը։ Բայց քանի որ 96 թվականը հիշեցիք, սա այդքան էլ նորություն չէր։ Հին մեթոդի։ Ես նկատի ունեմ, որ թերևս այս անգամ բոլոր հնարավոր ժամանակին փորձարկված երբեմն հաջողությամբ, հա, փորձարկված մեթոդոլոգիան օգտագործվել է մի վայրում, մի տեղում, մի ժամում։ Եվ հիմա դա հաշվի առնելով կարող ենք ասել, որ այս ընտրությունները կեղծված էին։ Ես կարծում եմ կան հիմքեր նման եզրակացության համար։ Ես իրավական տեսակետից բնականաբար դրա մասին չեմ կարող ասել, որովհետև դա process է, թեպետ քաղաքական գնահատական ցանկացած մարդ կարող է տալ, եթե մարդը նույնիսկ իրեն հռչակում է որպես հաղթող, այն էլ որոշակի տոկոսներով, ապա իհարկե մենք կարող ենք նման կարծիք հայտնել, որ կան բոլոր հիմքերը, որպեսզի այս ընտրությունների լեգիտիմությունը վիճարկվի։ Հիմա տեսեք Նիկոլ Փաշինյանը։ Եվ կարծում եմ վիճարկվելու է դատելով ընդդիմադիր որոշ քաղաքական ուժերի հայտարարություններ։ Նրանց քայլերին դեռ կանդրադառնանք, հիմա տեսեք Նիկոլ Փաշինյանը կտրականապես հերքում է, որ նա վարչական ռեսուրս է կիրառել, որ նա ճնշում է, գործադրել, գիտենք, որ մինչև ընտրություններն էլ նա ասում էր, որ վարչական ռեսուրս կիրառողը իմ թշնամին է։ Հիմա եթե նաև մասնագիտային տեխնոլոգիայի առումով խոսենք, նա ասում է անտրամաբանական է այն պնդումը, որ եթե ես կարողանայի վարչական ռեսուրս կիրառելով, այդ ամբողջը անելով նկարեի իմ համար ինչ-որ մի թիվ, ստանայի իմ համար ինչ-որ մի թիվ, այդ դեպքում ես ինչու քարոզարշավին այդքան էներգիա ներդրեցի, ջանք ներդրեցի, գնացի բոլորի դուռը թակեցի, բոլորի հետ խոսեցի, հիմա սրա պատասխանը ձեզնից ստանանք որպես մասնագետ։ Պատասխանը շատ պարզ է, հենց իսկ ով է առաջինը ես չգիտեմ որևէ դեպք, երբ ասենք կասկածելի ընտրություններ անցկացրած քաղաքական ուժը չէ, ես դրա մասին չեմ ասում, ընդունում եմ, որ ասենք նման խախտումներ եղել են, այսինքն ես կզարմանայի, եթե հայտարարել, այո, մենք այս ինչ այսպես ոչ օրինական մեթոդներով ենք փորձում իշխանությունը վերարտադրել, դա մեկ։ Երկրորդը, որպեսզի դու կարողանաս հետագայում հենց արդարացնես քո
անսպասելի ճակերտներում կամ անտրամաբանական արդյունքը տվյալ պարագայում 700-ից ավել ընտրողների ձայներ ստանալը, ապա պետք է ցույց տաս, որ այսպես շատ ակտիվ եւ հաջող քարոզարշավ եմ արել։ Դա էլ է տրամաբանական, այդ ամեն ինչը մտածված էր, ամեն դեպքում հենց դրա համար էլ դա արվել է, որպեսզի նման հայտարարություն արվի։ Այստեղ որևէ շատ նենց բան է, այսպես ասում են, Ամերիկա չենք հայտնաբերում։ Ստանդարտ տեխնոլոգիա է։ Բայց մյուս կողմից նա ասում է իմ ստացած քվեները 100%-ով արդար են, օրգանիկ են, փոխարենը նա ասում է ընդդիմության ստացած բոլոր քվեները ընտրակաշառքով են ձեռք բերվել, նա ասում է 100% կեղծված են։ Հիմա այսինքն ըստ Նիկոլ Փաշինյանի ստացվում է Հայաստանում ընդդիմադիր ընտրազանգված գոյություն չունի, ով գնացել եւ ընդդիմության օգտին քվեարկել է, բոլորը կաշառված են եւ արել են հանուն փողի։ Ես կարծում եմ ձեր հարցը լիովին արդարացված է, լեգիտիմ է։ Ես կարծում եմ այդ հարցը պետք է տրվի հենց Նիկոլ Փաշինյանին, այսինքն դա մեկ, երկրորդը ստացվում է, որ բոլոր այն ձայները կամ այն մարդիկ, ովքեր որ ձայն են տվել ընդդիմության տարբեր հատվածներին, դա որքանով ես հասկանում եմ 500-ից ավել, 500,000-ից ավել մարդիկ են, իրենք բոլորը այսպես կաշառք են վերցրել այս կամ այն երևի թե ուժից եւ ընտրել են։ Ես չեմ բացառում, որ սա կարող է հիմք հանդիսանալ, ասենք շատերի համար, նույն ընտրողների համար, որպեսզի իրենք օրինակ համապատասխան հայցերով դիմեն։ Դատական 500,000-ից ավելի հայ 500,000-ից ավել հայեր, այսինքն իրենք զուտ կաշառք են ստացել ինչ որ մեկից, ինչ որ մի ուժից եւ բան։ Ես կարծում եմ սա լուրջ հայտարարություն չէ, ընդհանուր առմամբ հերթական այսպես զուտ էմոցիոնալ նույնիսկ կարծում եմ բնույթի հայտարարություն է, որի տակից եթե իրավական տեսակետից նայենք, դուրս գալը շատ դժվար է, քաղաքական տեսակետից Նիկոլ Փաշինյանը ցանկացած հայտարարություն կարողանում է անել, նորից եմ ասում, եթե ինքը հայտնվում է գիշերը էկրանին եւ հայտարարում է ամբողջ աշխարհով, որ ինքը արդեն հաղթել է 10% ձայների հաշվարկման պարագայում, այն էլ գյուղերի ձայներից, ապա ինչու՞ չհայտարարի, որ մրցակիցները բոլորը կաշառատու են, իսկ բոլոր ընտրողները ըստ էության կաշառակեր։ Եվ այսքանով հանդերձ ընտրակաշառակեր։ Այսքանով հանդերձ, պարոն Հակոբյան, դուք խոսեցիք ճնշումների մասին, խոսեցիք բոլոր տեխնոլոգիաների կիրառման մասին, ենթադրյալ այսպես ընտրակեղծարարության մասին։ Դրանով հանդերձ այս ընտրություններում Նիկոլ Փաշինյանը եւ նրա թիմը ըստ ձեզ իրենց հաղթած զգում են, թե ոչ։ Սա այն ցանկալի արդյունքներ, որը նրանք ստացան, թե նրանք այլ արդյունք էին ակնկալում։ Գիտեք, դատելով իրենց հայտարարություններից ընտրաշավի ընթացքում, որ մենք 65-66% ենք վերցնելու մյուս ուժերն էլ անցողիկ շեմը չպետք է հաղթարեն։ Մյուս ուժերն էլ ոչ մեկ, այսպես ասենք, անցողիկ շեմը չպետք է անցնի, պարզ է, որ այդ արդյունքը իրենք չէին, սա իրենց երազած արդյունքը չէ, սա փաստ է։ Սա ես կարծում եմ այսօր իրենք գնահատում են որպես նվազագույնը, որին իրենք կարող էին ձգտել, այսինքն սա իրենց ծրագիր մինիմումն է, հա։ Ծրագիր մինիմումն է, որին իրենք կարողացան հասնել, որովհետև ակնհայտ է, որ իրենք ունենալու են բավականին լուրջ խնդիրներ, քաղաքական խնդիրներ եւ ոչ միայն քաղաքական խնդիրներ, նաեւ արտաքին աշխարհի հետ հարաբերվելու լուրջ խնդիրներ են ունենալու, որովհետև մենք հասկանում ենք, որ անկախ նրանից թե ինչ հայտարարություններ են անում, ում է շնորհավորում, որ ժամին է շնորհավորում, բայց բոլորն էլ շատ լավ հասկանում են, որ կա լեգիտիմության բավականին լուրջ բաց, եւ այդ լեգիտիմության բացը թույլ չի տալու բավականին շատ բաներ անել, այդ թվում նաեւ օրենքի տեսակետից։ Մենք հասկանում ենք, որ եթե Բարգավաճ Հայաստանի հարցերը լուծվում է, իսկ կարծես թե այդ հարցերը լուծվում են, այսինքն այդ 4%-ով իրենք մտնում են խորհրդարան, ապա խորհրդարանում Նիկոլ Փաշինյանը չունի սահմանադրական մեծամասնություն, որի մասին իրենք անընդհատ խոսում էին, ավելին չունի նույնիսկ 3/5 ձայներ եւ իր շատ գործողություններ սահմանափակված են լինելու, այդ թվում նաեւ գործողություններ, որոնք կապված են լինելու առանցքային պաշտոնների նշանակումների հետ։ Այսինքն 61 ձայնի պարագայում, եթե իշխանություն ունենալու 61 ձայն, անկախ նրանից, թե խորհրդարանում
ովքեր են լինելու, որ աթոռներն են զբաղված լինելու, զբաղված չեն լինելու, կա քաղաքական ճգնաժամ։ Քաղաքական ճգնաժամ, այսինքն իշխանությունը ունի ընդամենը մեծամասնություն, իհարկե ունի հնարավորություն ձևավորել կառավարություն, բայց այդ կառավարության ֆունկցիոնալությունը ինքը կաշկանդված է այն արդյունքով, որոնք իրենք ստացել են։ Ես կարծում եմ, ես չեմ ուզում զուտ անդրադառնալ, ինչպես հիմա ավելի մոդայիկ էր այս վերջի օրը քննարկել իրենց դեմքերը, հա, իրենց երբ Նիկոլ Փաշինյանը ելույթ էր ունենում, թե ինչ դեմքերով էին իրենք ճակերտներում տոնում, հա, այդ ամեն ինչը, բայց ես կարծում եմ, որ փաստը մնում է փաստ, որ իշխանությունը այս ընտրություններից դուրս է եկել բավականին թուլացած եւ լեգիտիմության առումով եւ գործիքակազմի առումով։ Այ կա տեսակետ, պարոն Հակոբյան, որ Նիկոլ Փաշինյանը այնուամենայնիվ կգտնի մի ճար, մի հնար, որպեսզի կարողանա այն բոլոր հարցերը, որոնք նա ասել էր անեմ, օրինակ սահմանադրական հանրաքվեն, սահմանության փոփոխություն, նա դա կկարողանա անել, իդեպ այսօր նա դարձյալ չբացառեց, ինքը նույնպես չբացառեց, ասացին լրագրողները, արդյոք կկարողանաք սահմանադրություն փոխել, եթե դուք չունեք սահմանադրական մեծամասնություն, նա ասեց մենք կքննարկենք հնարավոր տարբերակները։ Իհարկե, ես հեռու եմ այն մտքից, որ Նիկոլ Փաշինյանը, այսպես ասենք, զրկվելով խորհրդարանի մեխանիզմից, խորհրդարանի գործիքակազմից ինքը հանձնվելու է եւ չի փորձելու ինչ-ինչ մեթոդներով, այսպես ասենք, իր պարտավորությունները արտաքին աշխարհի առջև, մասնավորապես սահմանադրություն փոփոխելու իր պարտավորությունը, որ ինքը ստանձնել է Ալիևի առջև, ինքը բնականաբար փորձելու է այդ ամեն ինչը անել։ Իհարկե կա որոշակի մեխանիզմ, որքանով ես հասկանում եմ, խոսքը գնում է 300,000 ստորագրություն հավաքելու մեխանիզմով դուրս գալ ռեֆերենդումի հարցին, բայց ասեմ ձեզ, որ նույնիսկ եթե 300,000 ստորագրություն հավաքվի ընդհանուր առմամբ, որը ինքնին բավականին լուրջ պրոբլեմատիկ բան է, որովհետև դա գեներացնում է նոր քաղաքական process, որով ընդդիմությունը կարող է օգտվել եւ դեռ պարզ չի դա ինչի կբերի ընդհանուր առմամբ, հաշվի առնելով նոր տրիգերա եւ մեծ տրիգերա, որովհետեւ դա քաղաքական կոնկրետ process է, ընդ որում մի process է, որտեղ աշխարհակաղակական տարբեր ուժային կենտրոնները բավականին շատ դեպքերում դիամետրալ հակառակ մոտեցումներ ունեն։ Բացի դրանից ես կարծում եմ նաև ընդդիմադիր ուժերը ինստիտուցիոնալ առումով ավելի կայացած են դառնալու այդ ժամանակահատվածում եւ ընդհանուր առմամբ ավելի միասնական ճակատ է ձևավորվում, որովհետեւ եթե խոսքը ընդհանուր առմամբ այդ ռեֆերենդումի մասին է, ապա այդտեղ այո ոչ է։ Այստեղ բաժանումը մի քիչ դժվար է անել, այսինքն մի քանի ճակատներով եւ այլ, այսինքն սա հիմա մի քիչ ապագայի հարց է, ես չեմ կասկածում, որ Նիկոլ Փաշինյանը կհամախմբվի ոչ ճակատում։ Ես կարծում եմ այս թեմայի շուրջ, եթե նման թեմայի գործը հասնի, համախմբվելը շատ ավելի հեշտ է, քան բնականաբար ընտրական գործընթացներում, էլեկտորալ գործընթացներում, բայց ես այնպես որ չեմ կասկածում, որ Նիկոլ Փաշինյանը փորձելու է ցանկացած մեթոդով իր պարտավորությունները արտաքին խաղացողի արժև կատարի, բայց թե որքանով դա իրեն կհաջողվի, մեխանիզմներ կան, բայց սա բավականին բարդ մեխանիզմ է, հղի տարբեր տիպի սցենարներով, դե սկզբից պետք է հավաքել դեռ այդ 300,000 ձայները, այդ ստորագրությունները, հետո էլ եթե իսկապես գնում ես ռեֆերենդումի, դա էլ մի առանձին տրիգեր, եթե գործը դրան է հասնում։ Այսինքն այստեղ ընդ որում սա այս ամեն ինչը հիմնականում բառացիորեն քաղաքական ճգնաժամի ֆոնի վրա, որովհետև երբ որ դու ունես ընդամենը 61% եւ չունես անհրաժեշտ սահմանադրական մեծամասնություն, 3/5 մեծամասնություն, դա անկախ ամեն ինչից քաղաքական ճգնաժամ է համարվում։ Պարոն Հակոբյան, Նիկոլ Փաշինյանը ասում էր, որ եթե չունենանք սահմանադրական մեծամասնություն, սեպտեմբերին պատերազմ է լինելու։ Այսօր նրան հարցնում են, սպասենք սեպտեմբերին պատերազմին, ասում են ոչ, լինելու է խաղաղություն
Հիմա նշանակում է, որ նա ստում էր ժողովրդին, վախեցնում է ժողովրդին, թե նոր լուծումներ է գտել, ինչ է նշանակում այս հայտարարությունը։ Ես դժվարանում եմ նույնիսկ մեկնաբանել ինչ էր ասում այն ժամանակ ընդհանուր առմամբ, այսինքն այդ պատերազմի Ես կարծում եմ այդ պատերազմի թեման այն ժամանակ էլ է։ Եթե հաշվի առնենք, որ այն ժամանակ էլ ես կարծում եմ, որ այդ պատերազմի թեման զուտ քարոզչական հնարք էր, որը միշտ իշխանությունը եւ Նիկոլ Փաշինյանը օգտագործում է Հայաստանում 20 թվականի պատերազմից հետո, այսինքն եթե ինչ որ մի հատ հարց պետք է բրթել առաջ, եթե օրինակ Կիրանցում պետք է գյուղեր հանձնել, ապա ասում է, որ եթե մենք չհանձնենք մի շաբաթից հետո հիշում եք այդ մի շաբաթից պատերազմ է լինելու, այսինքն այդ պատերազմի սպառնալիքի շանտաժի թեման միշտ իր ռեպերտուարում կար։ Ես կարծում եմ, որ այստեղ որևէ նոր բան չկա, որ ինքը հիմա ըստ էության հրաժարվում է այդ թեզից, որովհետև այդ թեզը նախընտրական թեզ է։ Ետընտրական իր ռեպերտուարում այդ թեզը այլևս իմաստ չունի, հիմա ինքը պետք է ասի, անկախ նրանից, եթե ես եմ, ուրեմն խաղաղություն է լինելու։ Բայց այդ թեզը կարող է դառնալ արդիական եւ իմաստ ունենա ցանկացած պահի, երբ օրինակ թշնամի պետությունները նոր պահանջներ առաջ կքաշեն։ Օրինակ այսօր իդեպ նաև Էրդողանն է շնորհավորել։ Օբյեկտիվ իրավիճակը կարող է այնպեսի լինել ընդհանուր առմամբ, որ պատերազմ կարող է լինել իհարկե օբյեկտիվ իրավիճակը, իսկ օբյեկտիվ իրավիճակը տարածաշրջանում օբյեկտիվ իրավիճակը ռեալությունները այնպեսին են, որ եթե երկու հիմնական խաղացողները, որոնք գետնի վրա գոյություն ունեն մեր ռեգիոնում եւ հիմնական ուժային կենտրոնները 4-ից, այսինքն ովքեր են մեր տարածաշրջանում հիմնական իրական դեր խաղացողները՝ Ռուսաստան, Իրան, Թուրքիա եւ մասամբ Ադրբեջան ընդհանուր, որոնք, այսպես ասենք, տարածաշրջանում ներկա են եւ որոշակի ռեսուրսներ ունեն այս առումով։ Հիմա մենք տեսնում ենք, որ տվյալ պարագայում Ռուսաստանը եւ Իրանը այս կոնֆիգուրացիայի հետ կապված մեր տարածաշրջանում եւ Հայաստանի հետ կապված իրենք հակադրության մեջ են Հայաստանի այսօրվա իշխանությունների հետ։ Ոմանք բացահայտ, ոմանք քողարկված եւ այլ եւ այլ։ Այսինքն այս պարագայում բնականաբար եթե չկա կոնսենսուս հիմնական ուժային կենտրոնների միջև Հայաստանի ստատուս քվոյի հետ, ապա իհարկե ցանկացած պատերազմ հնարավոր է։ Այստեղ հարցը նրանում է ով կարող է նպաստել դրան, բայց դա ես կարծում եմ մյուս թեման է, որովհետև փաստային այն է, որ իհարկե որևէ մեկը հիմա երաշխավորված չէ, որ կարող է լինել պատերազմ։ Պարոն Հակոբյան, այսօր Նիկոլ Փաշինյանին շնորհավորեց նաև Էրդողանը, ինչին էր նա սպասում, օրինակ Վլադիմիր Պուտինի դեպքում գիտենք ինչին է սպասում, ասում է այդտեղ վերահաշվարկ է, կսպասենք վերջնական արդյունքներին։ Ինչու ուշացավ Էրդողանը եւ ինչու հենց այսօր շնորհավորեց։ Ես ընդհանրապես կարծում եմ, որ Էրդողանը այդ պաուզան, որ պահում է, Էրդողանը ընդհանրապես, ինչպես ասում են, իր տեղը եւ դերը պատմության մեջ եւ տարածաշրջանում շատ լավ է հասկանում։ Այսինքն ինքը տարածաշրջանային գերտերության ղեկավար է, տարածաշրջանային, որը ունի իհարկե հավակնություններ մի քիչ ավելի բարձր ստատուսի գալ։ Իհարկե որպես գերտերություն ակնհայտորեն, ինչպես ասում են, չի քաշում, բայց որոշակի գեոքաղաքական process-ների վրա մենք գիտենք, որ ազդեցություն ունի։ Այնպես որ ինքը երբեք ոչ միտեղ չի շտապում։ Ինքը միշտ հայտնվում է այն պահին, երբ, այսպես ասենք, արդեն ժամանակն է։ Այսինքն ինքը չշտապեց գիշերը շնորհավորել ինչպես Վրաստանը օրինակ, ինչպես օրինակ տվյալ դեպքում Վրաստանը կամ, չգիտեմ, Մակրոնն էր, ով էր, այդպեսի։ Ինքը, այսպես ասենք, իր ծանր տեղը չի թեթևացնում։ Ինքը նաև շատ լավ գիտի, թե ինչ դեր եւ տեղ ունի ընդհանրապես աշխարհում եւ ռեգիոնալ քաղաքականությունում Նիկոլ Փաշինյանը առհասարակ եւ Հայաստանի այսօրվա իշխանությունները, այսինքն ինքը նույնիսկ չի ուզում որպեսի այստեղ գերագնահատեն իրենց նշանակությունը։ Ես կարծում եմ ինքը շնորհավորել է հենց այն ժամանակ, երբ համարել է, որ ոչ ուշ է, ոչ շուտ է։ Բայց արդյոք դա նշանակում է, որ նա արդեն համարում է, որ Նիկոլ Փաշինյանը հաղթած է։ Օրինակ Ռուսաստանի դեպքում նույնիսկ կան մեսիջներ, որ գուցե չընդունեն ընտրությունների արդյունքները։ Ես կարծում եմ ինքը իհարկե համարում է կամ ուզում է համարել եւ ցանկալի է համարում։ Դրա համար հետաքրքիր չէ սահմանադրական դատանի որոշում եւ այլն, նա հստակ գիտի, որ Փաշինյանը վերցել է իշխանությունը։ Ընդհանրապես ես այդ սահմանադրական դատարանի որոշումը
մնացած իրավական այսպես գործընթացները հետաքրքիր են մեր ներքին լսարանին, այսինքն հայ ժողովրդին, Հայաստանի բնակչությանը, Հայաստանի քաղաքական դաշտին։ Ընդհանրապես աշխարհը անկախ նրանից թե ինչ առանց կանոնների մարտեր են ընթանում աշխարհում, մենք ընդհանրապես միջազգային իրավունքի հետ որևէ մեկը հաշվի չի նստում, ել չեմ ասում որևէ մեկին հետաքրքրի Հայաստանի ներքին իրավունքը, ներքին, ասում են, իրավական դաշտից բխող ինչ որ ակտերը։ Չէ, կա մեկում հետաքրքիր է, դա Ռուսաստանն է։ Ասում է, ես սպասում եմ վերջնական արդյունքներին։ Լավ, ես հիմա դրա մասին եք ասեմ, ես ուզում եմ ասեմ, որ հիմա որևէ մեկին առանձնապես եթե մանավանդ ինքը շահագրգիռ չի, այսինքն այն արդյունքը, որ եղել է իրեն ձեռ է տալիս, ապա ինքը ընդունելու է այն արդյունքը, որը որ իրեն ձեռ է տալիս եւ բայց վաղը եթե նույն սահմանադրական դատարանը օրինակ հանկարծ այսպես ինչ որ մի հրաշքով որոշում ընդունի, որ այս ընտրությունները կեղծված են, չգիտեմ, նոր ընտրություններ պետք է լինեն կամ չգիտեմ մի այլ արդյունք, աշխարհի գրեթե բոլոր պետությունները իրենք հաշտվելու են նոր իրողությունների հետ։ Ռուսաստանի պարագայում Ռուսաստանը ունի պարզ է, որ իր հստակ աշխարհաքաղաքական հետաքրքրությունը, իր գիծը, որի մասին իրենք ուղղակիորեն ասում են։ Իրենց համար այս ընտրությունները ոչ թե Հայաստանում իշխանության ձևավորման զուտ պրոցեդուրներ, այլ հենց այն ռեֆերենդումներ, որի մասին իրենք ասում են, կապված Հայաստանի արտաքին քաղաքական վեկտորի ընտրության հետ կապված, ԵԱՏՄ թե ԵՄ ընդհանրապես վեկտոր։ Նու ԵՄ երբ որ իրանք ասում են, երբ իրենք ասում են Եվրոպական միություն, իհարկե իրենք ավելի շատ ոչ թե բուն Եվրոպական միություն նկատի ունեն, այլ ԵԱՏՄ-ից դուրս ես գալիս, թե դուրս չես գալիս։ Այսինքն իրենց համար այս ռեֆերենդում, սա ռեֆերենդումի ոչ պաշտոնական ռեֆերենդումի առաջի ակտն էր, հա, կամ ակտներ, եւ իրենք ես կարծում եմ փորձում են մաքսիմալ իրավիճակը ավելի անտանելի դարձնել Նիկոլ Փաշինյանի համար, որովհետև Այսինքն որ Նիկոլ Փաշինյանը շուտ որոշում կայացնի, ես ճիշտ եմ հասկանում։ Նիկոլ Փաշինյանի ընդունեն ընտրությունների արդյունքները։ Այսինքն այստեղ ավելի շուտ ես կարծում եմ, որքանով էր դա գուցե մի քիչ ավելի կոպիտ է հնչում, բայց նույն Ռուսաստանն էլ ինքը միևնույն է, եթե Հայաստանում իրավիճակը դե յուրե կամ դե ֆակտո բան չլինի, որոշակի չդառնա ընդդիմության տեսակետից։ Միևնույն է, Ռուսաստանը առանց շնորհավորանքի էլ ես կարծում եմ ընդունելու է իրողությունները, բայց այդ նոր իրողության ընթացքում ինքը ես կարծում եմ հենց այդ Նիկոլ Փաշինյանի հետ այդ հանդիպում լինելու է, որտեղ որոշվելու է, թե Ռուսաստանը արդեն նոր իրողությունում այսօրվա դե ֆակտո կամ վաղվա դե ֆակտո իշխանության օրոք ինչ սանկցիաների է դիմելու, որովհետև անկախ նրանից Ռուսաստանը շփվելու է այսօրվա իշխանությունների հետ թե չէ, ես կարծում եմ, որ այն ռեֆերենդումը, որ տեղի ունեցավ հունիսի 7-ին, հա, ինքը Ռուսաստանին որոշակի սանկցիաների կոշտացման կարող է տանել, որովհետև Ռուսաստանի համար կարևոր է թե ի վերջո հայ ժողովուրդը, որի հետ Ռուսաստանը շփվում էր ի վերջո ապրիլի 1-ից սկսած Պուտինի հանդիպումից հետո հայտնի Ռուսաստանը շփվում էր հայ ժողովրդի հետ, ասում էր, այ եթե դուք այս ուղղությամբ գնաք, ապա ուրեմն դուք պետք է հասկանաք, որ ռուսական բոլոր պրեֆերենցիաներից ԵԱՏՄ-ի անվան տակ դուք զրկվելու եք։ Հիմա այս պարագայում ես կարծում եմ նորից եմ ասում, եթե Ռուսաստանը կարող է ընդունել, որ սա է դե ֆակտո իշխանությունը, թույլ լեգիտիմությամբ, որը որ անընդհատ տնկահարվելու է հետագայում էլ հենց Ռուսաստանի կողմից, ինչպես օրինակ հիշում եք Զելենսկիի հետ կապված, չէ՞, Զելենսկին ընտրություն չարեց, ժամանակ առ ժամանակ ասում են, որ մենք չենք էլ ուզում իր այդ բան անենք, բան ստորագրենք, որովհետև լեգիտիմ չի, այսինքն այդ լեգիտիմության հարցը կարող է միշտ մնալ, բայց դա չի նշանակում, որ ռուսները Ռուսաստանի ղեկավարությունը կամ ռուսները չեն շփվելու դե ֆակտո իշխանության հետ։ Բայց այսինքն դա ֆորմալ, օրինակ երբ ասում են Ռուսաստանը հնարավոր է չընդունի արդյունքները, դա նշանակում է պարզապես, որ Ռուսաստանը կարող է գնալ սանկցիաների եւ այլն, ոչ թե պաշտոնապես չընդունի։ Այսինքն պաշտոնապես չընդունել, դա նշանակում է չճանաչել իշխանություններին նաեւ։ Ասել լեգիտիմ չի չճանաչել իշխանություններին։ Ես այս սցենարը իհարկե տեսականորեն համարում եմ բայց սա, այսպես ասենք, ամենալուրջ էսկալացիայի սցենարն է,
ես ավելի հակված եմ այն կարծիքի, որ գուցե նույնիսկ առանց շնորհավորանքի, այսպես ասենք, անցնի գնա դե ֆակտո լինեն շփումներ, բայց Ռուսաստանը գուցե իր համար վերջնական եզրակացության է եկել, որ Հայաստանը, ասենք, ԵԱՏՄ-ի անդամ չէ այլևս, կամ եթե նույնիսկ ԵԱՏՄ-ի անդամ է, ինքը սառեցնում է հենց բուն Ռուսաստանը Հայաստանի հետ տնտեսական հարաբերությունները այն պրեֆերենցիաների առումով եւ այն օգուտների առումով, որ Ռուսաստանը տալիս է Հայաստանին։ Պարոն Հակոբյան, գանք ընդդիմությանը, նախ ընդդիմության համար արդյոք սպասելի էին այս արդյունքները, թե ընդդիմությունը վստահ էր, որ վերցնելու է իշխանություն, եւ արդյոք ընդդիմությունը ուներ պլան B, այսինքն պատրաստ էր այս սցենարին։ Ամենաբարդ հարցերից մեկն է, որովհետև իմ մոտ տպավորություն է, որ ընդդիմությունը կարծում էր, որ Նիկոլ Փաշինյանը եւ ես կարծում եմ բոլոր հիմքերը ուներ կարծելու, որ Նիկոլ Փաշինյանը առավելագույնս 600,000-ից ավել ձայն չունի ընդհանուր առմամբ եւ այդ պարագայում շեշտը հիմնականում դրվում էր մասնակցությունը մեծացնելու մեծ մասնակցությունը ամբողջ քարոզչական այսպես ասենք նարատիվը դրանում էր եւ բոլոր ընդդիմադիր ուժերը եւ խոշորները եւ ավելի փոքրերը հենց դրա վրա շեշտը դնում են եւ ես կարծում եմ դա ճիշտ շեշտադրում էր, որովհետեւ լեգիտիմ ընտրության պարագայում ես կարծում եմ հենց այդպես էլ պետք է լիներ, ասենք մաքսիմալ տոկոսը, ինչպես շատ սոցիոլոգներ են ասում, պետք է լիներ 40%-ի մոտ իշխանության մոտ, 40 ու 41 գուցե այդ պարագայում։ Ես կարծում եմ ընդդիմությունը այս առումով գուցե իրենց համար դա անսպասելի արդյունք էր։ Բայց ամեն դեպքում համենայն դեպս իմ կարծիքով ընդդիմությունը պետք է ունենար պլան B։ Պլան B, որը կապված է, որ ընտրությունները կարող են կեղծվել, ընտրությունների վրա տարբեր ներազդեցություններ կարող են լինել, հաշվի առնելով նաև, որ ամբողջ քարոզարշավը հենց այդ ֆոնի վրա էր անցնում։ Եվ հաշվի առնելով, թե ինչ կարտ բլանշ ուներ իշխանությունը արևմտյան հիմնականում, ուրեմն կենտրոնների կողմից, այսինքն աշկ են փակվում ամեն ինչի վրա այս առումով։ Ես կարծում եմ պլան B պետք է լիներ։ Հիմա այս երկար խորհրդակցությունները արդյոք նշանակում են, որ անսպասելի էր նրանց համար։ Ես կարծում եմ պլան B գուցե եղել է, բայց ամեն դեպքում ինչ որ բան խանգարել է այդ պլան B-ն իրագործելու համար, եթե պլան B-ի տակ մենք հասկանում ենք փողոցային, այսպես ասենք, ընդվզումները։ Ուներ շանս թե չուներ, ես կարծում եմ, որ լավագույնս 1996 թվականի ընտրությունների ժամանակ է օգտագործվել փողոցային ռեսուրսի հնարավորությունը այն առումով, որ ես կարծում եմ, որ ընդդիմությունը պետք է զուգահեռ հաշվարկ իրականացնել, ասենք հրապարակում։ Հենց այդ գիշեր։ Հենց այդ գիշեր ժամը 8-ից հետո, այսինքն դա պետք է կենտրոնական ընտրական հանձնաժողովը իր հաշվարկներն է անում, ընդդիմությունը իր հաշվարկներն է անում։ Իմիջիալոց ասեմ ձեզ, որ ինչպես օրինակ կար զուգահեռ կառավարություն, որը ձևավորել էր Սամվել Կարապետյանը։ Այսինքն դա էլ էր տեխնոլոգիա։ Այսինքն զուգահեռ հաշվարկ եթե արվեր, այսինքն մարդիկ ընտրական հանձնաժողովի, չգիտեմ, ներկայացուցիչները գալիս են այդ հրապարակ, այնտեղ էկրան է դրված, այնտեղ ասենք կենտրոնական ընտրական հաշվարկներ, այստեղ ասենք գալիս են, ասում են այս մեր պրոտոկոլն է, այստեղ տեսեք 700, չգիտեմ, 17 ձայն է, չէ՞։ Այդ դեպքում բացառվում էր, որ ասենք այն ինչ որ մենք տեսանք, հա, որ ԿԸ-ի կայքում ասենք գրված է 1 ձայն, ինչ որ մի ընդդիմադիր կուսակցության համար, իսկ պրոտոկոլում ստորագրված, ասենք 77 Բայց այստեղ մեկ հարց էլ կա, արդյոք ընդդիմության ընտրողները պատրաստ են ակտիվ փողոցային պայքարի։ Գիտեք, ես կարծում եմ այդ ժամանակ այն մարդիկ, այն զանգվածները, որ կգային մասնակցելու զուգահեռ հաշվարկին, իրենք ըստ էության նաև այն մարդիկ էին, որոնք կամ գալիս են տոնելու կամ իրենց բողոքը հայտնելու, անկախ ուրեմն կապված նրանից, թե ինչ արդյունք կլիներ այդ բային։ Բայց դա հենց ամսի 7-ին ժամը 20:00-ից հետո հնարավոր սցենարի մասին եմ։ Իմիջիալոց ասեմ ձեզ բավականին հետաքրքիր մի նյուանս, այս վերջերս մի հաղորդման տեսագրություն էր
ցանցում պատտվում։ Երբ Նիկոլ Փաշինյանը հենց այդ նույն սցենարը ասում է, բայց ես ձեզ ասեմ, որ այդ նույն սցենարը 1996 թվականի նախագահական ընտրություններից հետո այն ժամանակվա անդիմադիր տեխնացու Վազգեն Մանուկյանի շտաբը արեց եւ ես կարծում եմ, որ եղանցույցեր ազգային ժողովի գրող այն ինչ որ եղավ, հիմա ես դրան չեմ ուզում անդրադառնամ ժամանակի պատճառով, բայց ամեն դեպքում ես կարծում եմ սա այն շանսերից մեկն էր, որը որ այս ընդդիմությունը կարող էր օգտագործել։ Լավ, պարոն Հակոբյան, հիմա այդ շանսը համարենք արդեն բաց է թողնված եւ քանի որ եթերային ժամանակը մոտենում է ավարտին, կարճ ընդդիմության անելիքների մասին, քանի դեռ նրանք խորում են, գուցե նաեւ եթերում լսեն ձեր խորհուրդները, ինչ անել։ Ես կարծում եմ, որ զանգվածային, այսպես փողոցային ռեսուրսի առումով հիմա այդ էմոցիոնալ ֆոնը բավականին նստած է, եթե մենք օբյեկտիվ ենք հիմա խոսում, դա սովորաբար լինում է ընտրությունների օրը կամ ընտրություններից մի քանի օր հետո, երբ բավականին մեծ զանգվածներ են քվեարկած լինում ընդդիմության օգտին եւ եթե ընդդիմության այդ համար քվեարկողները իրենց խապված են համարում, ապա իրենք բավականին, այսպես ասենք, էմոցիոնալ են տրամադրված լինում եւ որոշակի գործողությունների գնում են փողոցային։ Հիմա ես կարծում եմ այդ ֆոնը նստել է ընդհանուր առմամբ։ Դե հիմա մենք տեսնում ենք, որ ամեն դեպքում ընդդիմությունը կարծես թե զբաղված է նրանով, որ իրար հետ բանակցում են մտնել թե չմտնել խորհրդարան։ Այ ո՞րն է դրա ճիշտ պատասխանը։ Ո՞րն է ճիշտ պատասխանը, ինչ է նշանակում չմտնել, ինչ ես անում, եթե չմտնես, ինչ ես անում, եթե մտնում ես խորհրդարան։ Կախված է դրանից, այսինքն այդ խորհրդարան մտնելը կամ չմտնելու դա ընդհանուր ստրատեգիական պլանի ընդամենը մեկ մասն է։ Դա գործիք է։ Հիմա այնակ մտնելու դեպքում կա տեսակետ, որ շատ բաներ ընդդիմությունը այնտեղ կարող է կանխել, քանի որ Փաշինյանը գիտեք չունի 3/5 եւ սահմանադրական մեծամասնություն, իսկ չմտնելու դեպքում արդյոք ընդդիմությունը չի հայտնվում լուսանցքում եւ մոռացվում։ Եթե նա չկա խորհրդանում, որքան ժամանակ նա կարող է փողոցում պայքար գեներացնել, ինչ կարող է անել։ Դե տեսեք, եթե չի գնում խորհրդարան, այսինքն ինքը արդեն դառնում է արտախորհրդարանական ընդդիմություն, որը ունի բավականին բարձր լեգիտիմություն են առումով, որ ասենք հիմնական ընդդիմադիր ուժերին 500,000-ից ավել, ես դեռ չեմ հաշվում այն ուժերին, որոնք ավելի փոքր ընդդիմադիրներ են, որոնք նույնպես բավականին շատ ձայներ են ստացել, գուցե հասնի մինչև 600,000-ի իրենց ստացած, այսինքն իրենք ունեն բավականին բարձր լեգիտիմություն, բավականին բարձր աջակցություն որպես արտախորհրդարանական կլինեն թե խորհրդարանական։ Հիմա եթե այդ ուժերը հայտնվում են խորհրդարանից դուրս, թողնելով Նիկոլ Փաշինյանին իր 61 падգամավորներով քաղաքական ճգնաժամի մեջ, որը ոչ մի հարց չեն կարողանում լուծել, հիմնական ստրատեգիական նշանակության, դա մեկ դրա լուծումն էլ կգտնի։ Դրա լուծումն էլ կարծում եմ կգտնի, ես էլ եմ խոսացել ընդդիմադիրների հետ, գուցե գտնի, գուցե չգտնի, բայց դա չի հիմա հարցը։ Խնդիրը նրանում է, որ եթե ասենք այսօրվա համարենք ԲՀԿ-ն է արդեն դե յուրե անցած, եթե իրենք դուրսն են խորհրդարանից, արդյոք ունենալու են միջնաժամկետ գոնե պլան գործողությունների, որովհետև հայտնվել խորհրդարանից դուրս նշանակում է դու պետք է ապավինես հիմնականում փողոցի վրա։ Այսինքն դա փողոցային ակցիաներ են, պահանջներով, արտահերթ խորհրդարանական ընտրություններից կասեմ ձեզ, որ ես կարծում եմ, որ ամեն դեպքում մտնում ես թե չես մտնում 61 падգամավորով իրավիճակը ստիպելու է Նիկոլ Փաշինյանին հնարավորինս շուտ, եթե ինչպես ասում եք, ինչ որ ճար չգտնի, չգիտեմ ինչ ձևով, ճար չգտնի գնալ արտահերթ ընտրությունների։ Եթե դու դուրս ես գալիս խորհրդարանից եւ փողոցով չես զբաղվում, մի ամիս ասենք քո ռեյտինգը բարձր է լինում, ընտրողների պահանջը բավարարում ես, որոշ ընտրողների իհարկե մի հատվածի եւ դրանով սահմանափակվում ես, հետո չգիտես ինչ անես, ապա ես կարծում եմ դա նորմալ ճանապարհ չէ։ Եթե գնում ես խորհրդարան, մոտավորապես այդ սխեման մենք տեսել ենք 21 թվականից սկսած։ Ես կարծում եմ, որ ընդհանուր առմամբ մենք երրորդ տարբերակն է կարող ենք դիտարկել։ Գնում ես եւ փողոցել ես անում։ Բայց դրա սցենարն էլ ենք մենք տեսել։ Խորհրդանի ժամանակ գործող կային մի քանի անգամ եղան փողոցային շարժումներ։ Խնդիրը էֆեկտիվության մեջ է։ Մենք շատ տարբեր սցենարներ ենք տեսել եւ ոչ միայն Հայաստանում, այլ նաեւ մենք տեսել ենք նաեւ օրինակ Վրաստանում, չէ՞, ինչ որ սցենարներ։
ասենք դա էլ չօգնեց մանդատները չվերցրին, եղավ փողոցային շարժում, հետո բայց շատ երկրներ կան, շատ տեղեր կան, որտեղ այդ սցենարը աշխատում է, շատ լավ է աշխատում։ Այսինքն խնդիրը սցենարների միայն մեջ չէ, թե ինչպես է իրականացնում էֆեկտիվության մեջ է ընդհանուր առմամբ։ Հիմա այս 3 տարբերակ կա, ոչ թե 2 տարբերակ իմ կարծիքով։ Հիմա ընդդիմությունը պետք է որոշի, դա իրանց ընտրելու հարցն է, այստեղ խորհրդի միայն հարց չէ, այսինքն ինչին են իրենք պատրաստ։ Փողոցին պատրաստ են, թե չէ։ Շնորհակալ եմ։ Ես հիշեցնեմ, որ զրուցում էի քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանի հետ, կհանդիպենք վաղը նույն ժամին, լավ եղեք։